Սպասողական հայացքներ, սիրելի մարզիկին տեսնելու անթաքույց եւ արդեն իրականացած երազանք։ Յոհելֆի դեսպան Արման Ծառուկյանը FTNFT Phygital Space-ում հանդիպեց, լուսանկարվեց ու ինքնագրեր բաժանեց ավելի քան 1500 ֆանի։ Գիտեի, որ շատ մարդ կկա, շատ մեսեջ եմ ստանում Instagram-իս մեջ, սա գրում են, սա ուզում են տենալ ինձի, ես շուշուկ չեմ գալի Հայաստան, բայց ասված տա գոտին էլ բերեմ, ստե տեղ չեղնի վաբշե։ Արմանի հետ հանդիպել կարող էին Յոհելֆի այն օգտատերերը, ովքեր ունեին 10,000 քայլ, մուտքի համար հենց այդքան էր պահանջվում։ Չգիտեմ, ինչ բառեր նկարագրեմ, շատ է սպասում այսօրվան, շատ ուրախ եմ, որ այս հնարավորություն ստեղծվեց, որտեղ ուրիշ տարբերակ չգիտեի ոնց կարող է սենց լինել։ Յոհելֆում կուտակած միավորները օգտատերերը փոխանակեցին նվերներով, որպեսզի այդ նվերները դառնային էլ ավելի առանձնահատուկ ու յուրահատուկ, դրանց վրա ստորագրեց UFC-ի ամենաբարձր վարկանիշով հայը։ Միջոցառումը իրականում առաջի անգամ անցկացրել ենք Դուբայում, բայց ներքին քննարկեցինք ու հասկացանք, որ չի կարելի մի բան անել այնտեղ ու չբերել դա ավելի մեծ մասշտաբային Հայաստանում։ Հայաստանում ամենամեծ հանդիպումն է MMA մարտիկի հետ ու բնականաբար այդ մարտիկը պետք է լինի Արման Ծառուկյանն է, ոչ միայն որտեղ ինքը մերն է որպես հայ, այլ ինքը նաև մեր Յոհելֆի դեսպանն է։ Հետևաբար սա առաջինն էր, բայց ոչ վերջինը։ Արմանին եւս դատարկաձեռն չճանապարհեցին նվերներ FTNFT Phygital Space-ից եւ Յոհելֆից։ Ծառուկյանի սիրելի թվով 11 համարի մարզաշապիկ Վան ֆուտբոլային ակումբից։ 3, 2, 1, գնացինք։ Երկրպագուների հետ հաջորդ հանդիպումը մրցութային էր, ավելի քան 400 ֆան Արմանի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ մասնակցեցին Յոհելֆի մարաթոնին, վազեցին Հրազդանի կիրճով 3,5 կիլոմետր։ Յոհելֆը շատ է նպաստում սպորտին, զարգացմանը, դա շատ կարևոր է, այսօր շատ մարդիկ էլ տեսան, շատ երեխաների մեջ էլ արթնացավ սպորտի գնալու զգացողություն, որ իրանք է գնան, չեմպիոն դառնան, տեսան չեմպիոնների ու շատ ուրախացան, այդ շատ կարևոր է։ Մրցույթին կարող էին մասնակցել Յոհելֆի օգտատերերը։ Մրցատարածությունը հաղթահարած առաջին 10 մասնակիցը ստացավ նվեր Արման Ծառուկյանից։ Ուզում եմ, որ էսի ամեն տարի եղնի, ինչքան շատ կարողանամ գամ, որ երեխոց համար էդի մոտիվացիա եղնի, ու մյուսը ուզում եմ կարող եմ մաստեր կլաս անեմ, որ շատ երեխեք պարապում են MMA, ցույց տամ իմ պրիոմներս ինչ եմ անում, ոնց եմ անում։ Հանդիպումն ավարտվեց, բայց երկրպագուները կկարողանան հետևել իրենց սիրելի մարզիկին յո-բլոգում։ Նա Յոհելֆում արդեն ունի իր բլոգը, որտեղ կներկայանա էքսկլյուզիվ կոնտենտով։ Նարինե Մելիքյան, Տիգրան Ֆերեշետյան, Fast News։